Սյունիքը մուրաց թուրք-ադրբեջանական տանդեմի համար Բաքուն հատեց, թե չէ կարմիր գիծը Թեհրանը կճզմի Ադրբեջանին փորձագետի կարծիքը։ Բագրատ Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողականում նրան եւ եւս 14 համակիրների 2 ամսով կալանավորել են, խուզարկությամբ հրավտանգ առարկաներ են գտել։ Փաշինյանը խոստացել է պարգևատրել իրավապահներին։ Քրեական վարույթ Միքայել arczepiskopos Հաճապահյանի նկատմամբ նրան մեղադրում են հեղաշրջման կոչի համար։ Երկրի համար սրտացավ բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, պայքարելու ենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի հեծի կառավարումը, պետականացումից հետո հնարավոր է բաժնետոմսերի վաճառք, վարչապետը կառավարության նիստում։ Փաստաբանի եւ հաշվապահի ծառայությունները կթանկանան, շրջանառության հարկի փոխարեն ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ են մուծելու։ 90-ամյա Սմբատ Պապը մաթեմատիկայի քննություն է հանձնել, ջահելները խույս են տալիս բնական գիտություններից, բուհերում տեղերը թափուր են։ Ցեմենտի ներմուծումը կարգելվի 6 ամսով, նույնքան ժամանակով կարգելվի ցորենի, գարու, արևածաղկի ձեթի արտահանումը։ Առաջին զբոսաշրջային գնացքը 9-օրյա երթուղով, տուրիստները կշրջեն Հայաստանի եւ Վրաստանի քաղաքներում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ 12-օրյա պատերազմական թեժ փուլից հետո Իրան-Իսրայել հակամարտությունը կարծես խաղաղվում է, դերակատարները օգուտներն ու վնասներն են հաշվում, այդ թվում Բաքուն եւ Անկարան։ Թուրք-ադրբեջանական տանդեմին, որ աչք է տնկել Սյունիքի վրա, ձեռնտու է Իրանի թուլացումը, կարծում են քաղաքագետները, բայց եւ զգուշացնում, Բաքուն հենց հատեց կարմիր գիծը, Թեհրանը կճզմի Ադրբեջանին, հայ-իրանական պատմական սահմանը անփոփոխելի է։ Իրանի եւ Իսրայելի միջև պատերազմի ավարտից հետո էլ թուրքական երկու պետությունները Թուրքիան ու Ադրբեջանը աչքը Սյունիքից չեն կտրում։ Իրանին ժամանակ է հարկավոր հետպատերազմական իրավիճակից դուրս գալու ամբողջ ուժերը կրկին հավաքելու համար։ Սյունիքը շարունակում է Ալիևա-Էրդողանական տանդեմի կոկորդի մեծ ոսկորը մնալ։ Նրանք հարմար պահի են սպասում այսպես կոչված Զանգեզուրի միջանցք բացելու համար։ Ճիշտ է, Իրանը թուլացավ որոշակիորեն, բայց դեռևս ունի այն հզորությունը, որ կարողանում է պահել Սյունիքը։ Դեռևս հարմար պահը չի եկել, որտեղ Իրանը չի թուլացել այնքան, որ կարողանան ուժով ճեղել բացել այդ սահմանը։ Իրանի դիրքավորումը տարածաշրջանում շատ ազդեցություն ունի որպես զսպող ուժ այդ հակառակորդների նեգերդումների համար։ Այս իրավիճակում էլ Թեհրանը շարունակում է վերահաստատել Հայաստանի հարավային դարպասի եւ Իրանի միջև սահմանը պատմական է ու անփոփոխելի։ Իրանը բազմիցս է հայտնել, որ չի հանդուրժելու ոտնձգությունն իր երկրի վրա եւ հակահարված կտա նաեւ այն դեպքում, երբ ինչ-որ պետություն հանդգնի խախտել Իրանի ինքնիշխանության տարածքի կարմիր գծերը։ Վերլուծաբանների դիտարկմամբ Ադրբեջանն ու այդ երկրի առաջնորդ Ալիևը պետք է որ դասեր քաղեն Իրանա-իսրայելական պատերազմի արդյունքներից։ Որտեղ եթե դարձյալները գնում էին հաստում եւ հարվածում էին Իսրայելը եւ լուրջ հարված են հացրել Իսրայելին։ Ադրբեջանը չունի այդ հակաօդային այդպիսի զարգացած պաշտպանություն եւ ոչինչ չի խոչընդոտի Իրանին, ուղղակի ջնջել ոչնչացել այդ երկիրը, ավելին ուղղակի զորք մտնել ու գրավել։ Իրանական հետախուզությունը հզոր է ու Թեհրանը ըստ վերլուծաբանների հավաքագրված տվյալներ ունի եւ տեղյակ է թե ինչպես էին Իսրայելն ու Ադրբեջանը համագործակցում 12-օրյա պատերազմի ընթացքում։ Արցախի պատերազմից հետո շատ ակտիվ իրեն Մոսադը գայհադերներ ունի եւ հետախուզական տվյալները հավաքում Իրանից եւ Իրանը բազմիցս զգուշացրել է, բայց եթե լայնազավալ պատերազմ լինի, Ադրբեջանի տարածքները այդ իսրայելական հետախուզական գետերը կամ ռազմաբազայի ինչ որ լինի, այնտեղ ռազմական գոյությունը այնտեղ Իրանի համար օրինական թիրախ է դառնալու։ Տելեգրամի որոշ ալիքներ գրում են, որ աթեիստների մի մասը Իրանին հարվածել է հենց Արցախի օկուպացված տարածքներում գտնվող իսրայելական ռազմական ուրեմն գետերից։ Իրանական քաղաքագիտական համայնքը եւս իդեպ խոսում է այն մասին, որ Ադրբեջանում տեղակայված բազաներ կան, որոնք պատկանում են Իրանի թշնամի պետություններին։ Այդ մասին սոցիալական ցանցերում գրել են նաեւ իրանցի քաղաքագետները եւ հնարավոր համարել, որ Իրանը կարող է հարձակվել նաեւ Ադրբեջանում տեղակայված Իրանի համար թշնամի պետությունների բազաների վրա։
Ինչպես մենք այդ պատերազմի շրջանակում տեսանք, Իրանը անգամ Կատար, որ շատ լավ հարաբերություն ուներ Կատարի հետ, Միացյալ Նահանգների ռազմաբազայի հետ Կատարում ինքը հերթիրագործեց։ Թավրիզի Աշուր կորպուսի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը կարող է հարձակվել նաև Քուրդիստանում, Ադրբեջանում եւ Արևմտյան Ասիայում տեղակայված Իրանի թշնամի երկրների բազաների վրա։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Հայաստանի փոխարտգործնախարարը ասում է, իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպմանը օրակարգային է եղել ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու հարցը։ Իսկ Հայաստանն ու Ադրբեջանը առաջիկայում կարող են նոր քննարկում ունենալ, նշել է Կոստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հայտնել է, թե թուրքական կողմի կենսական շահերից է բխում նաև կոմունիկացիաների բացումը տարածաշրջանում։ Վահան Կոստանյանը հայտնել է, որ հայկական կողմը դրական է տրամադրված առաջիկայում կայանալիք Հայաստան-Ադրբեջան քննարկմանը, հաշվի առնելով այն, որ Երևանը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Մենք հույս ունենք, որ այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել, դրանք կյանքի կկոչվեն եւ դրա մասին թե հակ հանդիպման ժամանակ, թե նաեւ վստահաբար հանրային կերպով մշտապես մեր դիրքորոշումը արտահայտում։ Մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, որ կոմունիկացիաները պիտի անցնեն Հայաստանի ինքնիշխանության եւ իրավազորության ներքո որևէ կերպ փոփոխման չի ենթարկվել, չնայած այն բոլոր շահարկումներին, որ այցից առաջ եւ այցից հետո մամուլում տեղ են գտել։ Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետը մեկնել է Ստամբուլ, Քերիմ Վելիևի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի խաղաղության պաշտպան 2025 միջազգային զորավարժությանը։ Գեներալ գնդապետ Վելիևը կհանդիպի Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերին։ Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Իլհամ Ալիևը եւ Մասուդ Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են Մերձավոր Արևելքում ստեղծված լարվածությունը եւ Բաքվի ու Թեհրանի միջև համագործակցության հեռանկարները։ Ըստ հաղորդագրության զրույցի ընթացքում Ալիևը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման վերաբերյալ, վերահաստատելով Ադրբեջանի դիրքորոշումը ի նպաստ կայունության եւ խաղաղության։ Հաջորդ թեմայի մասին Բագրատ arczepiskopos Գալստանյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում գտնվող Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ։ Սրբազանի փաստաբանն է ասել, որ անպայման բողոքարկելու են կալանքի որոշումը։ Դատարանը այդ որոշումը գիշերն էր հրապարակել։ Միաժամանակ քննչական կոմիտեից հայտնել են, որ Սրբազան շարժման 15 անդամ կալանավորված է։ Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության գործով քրեական վարույթի շրջանակում խուզարկությամբ հրավտանգ առարկաներ են հայտնաբերվել։ Փաշինյանն էլ խոստացել է պարգևատրել պետականության դեմ հանցագործությունը կանխող իրավապահներին։ 4 ժամ շարունակ դատարանը քննեց ու որոշեց Բագրատ Սրբազանին 2 ամսով կալանավորել։ Վճիռը հայտնի դարձավ գիշերը 3-ին, փաստաբանը ասաց, որ բողոքարկելու են որոշումը, բարձրաձայնեց պատճառ հիմնավորումներից միայն մեկը։ Միանշանակ բողոքարկելու ենք, որովհետև բազմաթիվ հանգամանքներ կան, որ այս որոշումը ապօրին են դարձնում։ Մեկը կասեմ, որպեսզի գործի հանգամանքներին չանդրադառնամ դետալներին, որ այս դատարանը ակնհայտ ապօրինի դատական կազմով էր քննում եւ Մասիս Մելքոնյանը բացարկի ենթակա դատավոր էր։ Այսօր արդեն քննչական կոմիտեն նոր հայտարարություն տարածեց, թե խոզարկությունների արդյունքում հայտնաբերել են փողոցում էլեկտրասնուցման եւ համացանցային կապի ապահովման լարերը վնասելու համար նախատեսված մեծաքանակ հրավտանգ առարկաներ, նաեւ լուսանկարներ տարածեց։ Ամփոփեցին 15 անց կալանավորվել է։ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ իրավիճակին, ասաց բացահայտվել է Հայաստանի պետականության անվտանգության ու կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Շնորհակալություն հայտնեց իրավապահներին, նշեց, որ առավել արդյունավետ գործած իրավապահները կպարգևատրվեն։ Փաշինյանը ակնկալիք ունի, որ արդյունավետ քննություն տեղի կունենա ու իրավապահները հավելյալ կիրազեկեն։ Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում հոկտեմբերի 27 է նոր կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում, թե արդյոք 1999 թվականին Հայաստանի իրավապահ մարմինը կարող էր կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը։ Կարծում եմ սա մի հարց է, որի պատասխանը նույնպես ի վերջո պիտի փորձենք վստահելի ձևով ձևակերպել։ Փաստաբանները դեռ դատարանի բակում էին պնդում, մեղադրանքները խնդրահարույց են, բողոքարկման ենթակա։ Հրապարակված ձայնագրությունները քննչական կոմիտեի հայտարարությունը բազմաթիվ առարկությունների տեղիք են տալիս։ Ձայնագրություններից մեկը, եթե ես չեմ սխալվում, երկրորդը ուղղակիորեն ասում է հետևյալը. մի երկու օր է տևելու, ավարտվելու է
impeachment-ով։ Այսինքն, եթե խոսքը գնում է impeachment-ի մասին, ապա խոսքը չի կարող գնալ ոչ իրավաչափ կամ սահմանադրությամբ չնախատեսված որևէ կարգով իշխանության յուրացնելու մասին։ Բագրատ arczepiskopos Գալստանյանին տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, փաստաբաններն են ասել լրագրողներին։ Սրբազան շարժման առաջնորդը մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման եւ իշխանության բռնազավթման պլանավորման մեջ։ Տիգրան Կուրգինյան, ժամը լրատվական։ Դատախազությունից այսօր հայտնել են, որ քրեական վարույթ է նախաձեռնվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանի նկատմամբ փեղաշրջման կոչի առթիվ։ Վարույթը հարուցվել է հունիսի 17-ին։ Աջափահյանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Միքայել arczepiskopos Աջափահյանը լրատվամիջոցներին ասել է, որ տեղյակ չէ իր նկատմամբ հարուցված վարույթից, որևէ քննչական մարմնից հարցաքննության չի հրավիրվել։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում։ Երկրի համար սրտացավ բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, պայքարելու ենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Պետությունը պետք է շատ արագ վերցնի հեցի կառավարումը, պետականացումից հետո հնարավոր է բաժնետոմսերի վաճառք, վարչապետը կառավարության նիստում։ Փաստաբանի եւ հաշվապահի ծառայությունները կթանկանան շրջանառության հարկի փոխարեն ավելացված արժեքի հարկ ու շահութահարկ են մուծելու։ 90-ամյա Սմբատ Պապը մաթեմատիկայի քննություն է հանձնել, ջահելները խույս են տալիս բնական գիտություններից, բուհերում տեղերը թափուր են։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Իրանը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ։ Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին օրինագիծը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է վերահսկող մարմնի պաշտպանական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը պատասխանատու են Իրանի շուրջ հակամարտության հետ կապված ՄԱԳԱՏԵ-ի հեղինակությանը հասցված վնասի համար։ Այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը շնորհավորել է ժողովրդին Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ։ Սոցիալական ցանցում Խամենեին գրել է. «Շնորհավորում եմ սիոնիստական հորինված ռեժիմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Իսրայելը գրեթե ճզմվել եւ ոչնչացվել է Իրանի հարվածի ներքո», գրել է նա։ Իսրայելի հետ հակամարտության ավարտից եւ Միացյալ Նահանգների կողմից իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունից հետո սա Իրանի գերագույն առաջնորդի առաջին հայտարարությունն է։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավարին հրեական պետությանը ցուցաբերած աջակցության, ինչպես նաև Նեթանյահուի դեմ դատական գործընթացները դադարեցնելու կոչ անելու համար։ Մենք կշարունակենք համատեղ աշխատել մեր ընդհանուր թշնամիներին հաղթելու, մեր առևանգված մարդկանց ազատելու համար, գրել է Նեթանյահուն սոցիալական ցանցի էջում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կողմը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի պաշտոնյաներին հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Նրա խոսքով օրակարգը անփոփոխ է։ Հիշեցնեմ, հունիսի 21-ին Թեհրանը հայտարարել էր, որ չի բանակցի իր միջուկային ծրագրի շուրջ, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները։ Մենք հաջորդ շաբաթ խոսելու ենք նրանց հետ։ Միակ բանը, որ մենք կխնդրեինք նրանց հանդիպման ժամանակ, այն է, ինչ մենք խնդրում էինք նաև նախկինում, այն մասին, որ մենք չենք ուզում միջուկային զենք։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը իրեն ասել է, թե կմասնակցի Թուրքիայում կայանալիք ռուս-ուկրաինական հնարավոր խաղաղության բանակցություններին, եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես համաձայնի մասնակցել։ Էրդողանի խոսքով Թրամփը ասել է, եթե Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա խնդրի լուծման համար, ապա ես նույնպես կգամ։ Տեղեկությունը հայտնում է Էրդողանի գրասենյակը։ Ռուս-ուկրաինական ճակատից հոպ ուժերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրա ուկրաինական 50 անօդաչու են որսացել եւ ոչնչացրել։ Անօդաչուների կեսը ոչնչացվել է Կուրսկի մարզում, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Միաժամանակ ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի հանրապետության Յալթա եւ Դիլեևկա բնակավայրերը։
Վերադառնանք Հայաստան, հայտարարություն է տարածել ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որում նշել է ներկա իշխանություններին հաջողվեց հերոսներին, գեներալներին ամբողջ էլիտային դասել սևերի շարքը, գործարարները հայտնվեցին սևերի դաշտում։ Ինչ հաջողվեց ներկա իշխանություններին հարցին պատասխանում է ինքը բարերարը, երկիրը բաժանել սևերի և սպիտակների, հերոսներին, գեներալներին, գիտնականներին ամբողջ էլիտային դասեցին սևերի շարքը, ոմանց սարքեցին կաշառակելներ, ոմանց սարքեցին հասարակության համար անպիտաններ, բոլոր գործարարները հայտնվեցին սևերի դաշտում, ոմանց դեմ նույնիսկ հարուցվեցին հարյուրավոր անօրինական քրեական գործեր։ Երկրի համար սրտացավ, անհանգիստ, աշխատատեղ ու բարիք ստեղծող մարդիկ դարձել են քաղբանտարկյալներ, ճաշակելով կալանավայրերի, խցերի քաղցրությունը։ Հարգանքի արժանացած տարբեր մարդիկ իրենց ընտանիքների հետ հալածվեցին, ստիպված լինելով լքել իրենց հայրենիքը կամ չվերադառնալ։ Շատերին անձամբ եմ ճանաչում, եւ նման վիճակում հայտնված անձանց անունները կարելի է երկար թվարկել։ Հաջողվեց բոլորին հանել բոլորի դեմ։ Քաղաքական ուժերը սկսեցին պայքարել միմյանց դեմ, մի կողմ թողնելով գլխավոր չարիքը։ Սակայն ժամանակն ասում է իր խոսքը եւ անում իր գործը։ Սևերը սկսեցին սպիտակել, իսկ սպիտակները, որոնք այժմ ժողովրդի մեջ փոքրամասնություն են, վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո բոլորի համար շոշափելիորեն կմնան ընդամենը մի փոքրիկ խմբակ։ Չնայած նույնիսկ դա է ինձ ցավ պատճառում, քանի որ բաժանումներից, պառակտումներից սկսվեց մեր ամենադժվար շրջափուլը։ Շուտով միասին վերջ ենք տալու պառակտմանը, պայքարելու ենք։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ նրա ապօրինի կալանավորման, դրա բողոքարկման խայտառակ ընթացքի պետական մարմինների վարքագիծը ցանկացած անաչառ դիտորդի մոտ աներկբա են դարձնում քաղաքական հետապնդման ակնհայտ եւ ուղիղ հարկայությունը, ընդգծելով, որ անվանի գործարար բարերարը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ անհիմն եւ ապօրինի որոշմամբ կալանավորված է, փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ բողոքը 2025 թվականի հունիսի 20 մակագրվել է դատավորի, որը ըստ փաստաբանների ամենից ցածր վարկանիշն ունի։ Այդ եւ այլ հանգամանքներից ելնելով 2025 թվականի հունիսի 23-ին Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի կողմից ներկայացվել է միջնորդություն բողոքը հետ վերցնելու վերաբերյալ։ Պետությունը շատ արագ պետք է իր ձեռքը վերցնի Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը, Փաշինյանն է հայտարարել կառավարության նիստին։ Պետականացումից հետո սցենարներից մեկը այն է, որ ընկերության բաժնետոմսերը վաճառքի կհանվեն ազատ աճուրդի։ Պետականացումը փուլերով կլինի։ Արդեն հաջորդ շաբաթ ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի անհրաժեշտ օրենսդրական փոփոխության համար։ Տնտեսական ակտիվության ցուցանիշները ներկայացնելու ընթացքում վարչապետը հիշում է էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել էր ու թեպետ պատասխանատու նախարարը պարզաբանել է ներքին պահանջարկի պակասով է նաև պայմանավորված Փաշինյանը սահուն անցնում է էլեկտրական ցանցերը պետականացնելու իր օրակարգին։ Անհրաժեշտ առաջին քայլերը, որոնք նախ օրենսդրական փոփոխությունների հետ են կապված, խորհրդարանն արտահերթ նիստով կքննարկի։ Սրանից զատ Նիկոլ Փաշինյանն ուրիշ խաղաքարտեր է բացում։ Որևէ սցենարով որ մենք գնանք, մենք մի X պահի պետք է ապահովենք Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության բաժնետորմսերի ազատ բաժանորդագրության հնարավորությունը, ընդ որում նաև մեր այս ընթացքի փորձը հաշվի առնելով պետք է այնպիսի երաշխիքներ ստանանք, որ Հայաստանի քաղաքացիները ոչ թե կամ առնվազն ոչ միայն ընկերությունները, ոչ միայն կորպորացիաները, այլև քաղաքացիները իրենց խնայողությունները հնարավորություն ունենան ներդնել, այսինքն բաժնետոմսեր ձեռք բերել։ Օրակարգի հարցերը առնվազն 2 անչափահաս երեխա եւ մարզում բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող ընտանիքների, ինչպես նաեւ արդեն տան հիփոթեք մարող եւ երեխա ունենալ պատրաստվող ամուսինների պետաջակցության այս տարվա բյուջեն ավելացրեց գործադիրը։ Ծրագրի պահանջարկը մեծ է, կառավարությունը ուրախ, բայց աշխատանքի ու սոցհարցերի փոխնախարարը նաեւ նույն ծրագրի սահմանամերձ տարածքների թվերն է ներկայացնում։ Վարչապետը մի քանի անգամ փորձեց հստակեցնել, թիվը փոքր է, դժգոհում է։ Սահմանամերձում գրանցել ենք 9 ուրեմն դեպք, որտեղ 50% ավել աջակցություն են ստացել եւ 2 բնակավայրի դեպքում էլ դպրոց կամ մանկապարտեզ։ Քանի դեպք է արձանագրել։ Ընդհանուր 11, որից 9 սահմանամերձում։ Շատ լավ։ Այդ 11 ընտանիքի մասին է խոսքը։ Դե այդ են թվերը չեն, որ մեզ կարող են գոհացնել, այսինքն 11 դեպքի մասին է խոսքը, ոչ թե տոկոսի։ 11 դեպք, որ հենց սահմանամերձ
բնակավայրում է այդ հիպոթեկը տեղի ունեցել, բայց մենք գիտենք, որ սահմանափակ բնակավայրում հիպոթեկները որպես կանոն տարածված երևույթ չեն։ Դպրոցներում առաջադիմության խնդիր ունեցող 13400-ից ավելի աշակերտներ վերջին ուսումնական տարում կրթական արդյունքները բարելավել են։ Նախարար Ժաննա Անդրեասյանն ասում է, այս երեխաների նկատմամբ պարտավորություն ստանձնելու արդյունքն է։ Կրթական հավելյալ ծառայություն են մատուցել, նախկինում միայն նույն դասարանում էին թողնում։ Շատ լավ, նախորդող շրջանում ինչ որ համակարգային խնդիրներով եկել կուտակվել է, մենք պարզա որ մենք երեխաներին պետք է աջակցենք, բայց մյուս կողմից հանկարծ մենք մեխանիզմ չստեղծենք, որ դպրոցները մեզ ինչ լավ է, մենք չենք հասցնում, առաջադիմություն չունենք եւ հետեւաբար մեր ֆինանսավորումը դրանից ավելանում է։ Եթե 1-2 ստեղ մենք պետք է ճիշտ բանաձևեր դնենք։ Բանաձևերն ըստ կառավարության ղեկավարի պարզ են, դպրոցներում մշտադիտարկումներ պետք է արվեն։ Միևնույն հաստատությունում առաջադիմության խնդիր ունեցողների թիվը չի նվազում, մի բան էլ ավելանում կամ առնվազն ստաբիլություն է պահում, պրոբլեմը հաստատ դպրոցում է։ Աշխատանքային պայմանագրեր խզելու հիմք նաև պիտի դառնա։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Համաշխարհային բանկը $1.5 միլիոն դրամաշնոր կտա Նաիրիդ գործարանի շրջակա միջավայրի բարելավման համար։ Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել գործարանը եւ հողը մաքրել քիմիական նյութերից։ 2025 թվականի մարտի սկզբին Համաշխարհային բանկը Երևան է ուղարկել փորձագետների, որոնք ձեռնարկության լուծարման եւ դրա տարածքում պահվող քիմիական թափոնների չեզոքացման նախնական պլան են պատրաստել։ Կառավարությունը սակայն Նաիրիդի արտադրության վերականգնումը աննպատակահարմար է համարել, հաշվի առնելով բնակելի թաղամասերի գործարանին մոտ գտնվելը։ Փաստաբան Վարդցելը իրավաբանի եւ հաշվապահի ծառայությունից օգտվելը շուտով կթանկանա։ Եկող երեքշաբթի օրվանից արդեն նման գործունեություն ծավալողները ստիպված են լինելու 4 անգամ ավելի շատ հարկ մուծել։ Շրջանառության 5% հարկի տիրույթից պետությունը նրանց տեղափոխել է 20% ավելացված արժեքի հարկի տիրույթ։ Ծախսերը կտրուկ ավելանում են, բիզնեսը չփակելու համար ստիպված ծառայություններ են թանկացնելու, հասարակ քաղաքացիների գրպանին դիպչեն։ Պոլիսի 1-ից ուժի մեջ մտնող հարկային փոփոխությունները անհանգստացնում են մասնագիտական ոլորտի շատ ներկայացուցիչների։ Նոր կարգավորումներով մասնագիտական որոշ խմբեր այլևս չեն կարող գործել շրջանառության հարկի դաշտում եւ անցնելու են հարկման ընդհանուր համակարգ, դառնալով ավելացված արժեքի հարկ վճարող։ Դա ինչպես ֆինանսական բառ առաջացնում կառաջիմացողների համար, նաեւ քաղաքացիների համար, որովհետեւ անմիջական թիրախն քաղաքացին է։ Իրավաբանական հաշվապահական ծառայություններ մատուցողները, ինչպես նաև գլխավոր գրասենյակների, գործունեություն իրականացնողներն ու կառավարման ոլորտում խորհրդատվություն տրամադրողները այս անգամ եւս դուրս չեն մնացել օրենսդրական դաշտի այս փոփոխություններից։ Ոլորտի փորձագետները պնդում են, որ այս նոր փոփոխությունը ֆինանսական մեծ ռիսկեր ունի։ Շատերը արդեն գիտեին, որ հետո պիտի անցնեն ավելացված արժեքի հարկի, ես ասեմ ձեզ, որ բարձրացած սկզբից արդեն որոշ ընկերություններ, որոնք որ մինչ այդ շրջանառության հարկով էին աշխատում, իրենք արդեն ավելացված արժեքի հարկի գումարը հաշվի առնելով դերը կնքում էին այդպիսի չափով, որպեսզի հետո տարվակեսից ստիպված չլինեն նորից պայմանագիր փոխել։ Օրենսդրական փոփոխության արդյունքում մասնագետների կանխատեսմամբ շուկայում կբարձրանան ծառայությունների գները, համեմատականներ են բերում փաստաբանական ծառայությունները հարկման դաշտ բերելու փորձի հետ, նշելով, որ նման մոտեցումը կարող է կրկին հանգեցնել նրան, որ իրավաբանական աջակցությունը շատերի համար դառնա դժվար հասանելի։ Բարձր գները ըստ մասնագետների փաստացի կարող են զրկել անհատներին սեփական իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, իսկ հանրային պաշտպանի գրասենյակը ոչ բոլորին է տրամադրում անվճար իրավական աջակցություն։ Ունենալ ենք այն նույն խնդիրները, ինչու որ ունեցանք փաստաբանական ծառայությունների ավելացած արժեքի հարկի դաշտ մտնելու ժամանակ։ Քաղաքացիները մնացին արդեն իրենց իրավունքների անպաշտպան վիճակում, որովհետև ծառայությունները թանկացան, քաղաքացիները անվճարունակ են չկարողացան արդեն օգտվել այդ ծառայություններից։ Սա եւս մեկ պատճառ են համարում, որ այս փոփոխությունները դիտարկվի ընդհանրապես որպես պետական բյուջեն համալրելու միջոց։ Բացի այդ, օրինակ հաշվապահական ոլորտում մասնագետները այլ խնդիրներ էլ ֆիքսել են։ Ասում են ավելացված արժեքի հարկի դաշտ մտնելու դեպքում փաստաթղթաշրջանառությունը կբարթանա։ Եթե մինչև հիմա ծառայության մատուցողները օրինակ շրջանառության հարկի դաշտում էին աշխատում, այդ դեպքում բնականաբար հարկային դաշտում փաստաթղթաշրջանառությունը ավելի թեթև էր, ավելի քիչ էր, ընդ որում հաշվետվությունները ներկայացնում էր ավելի քիչ ներկտրված, օրինակ երամսյակը 1։ Հիմա արդեն ամեն ամիս է ներկայացում հաշվետվություն։ Տնտեսագետները կանխատեսում են, որ փոքր բիզնեսները դժվար թե կարողանան դիմակայել այս մեծ փոփոխություններին եւ չեն բացառում նրանց փակվելը։ Շուտ հարկից ապնելը
ավելացածի հարկ եւ նաեւ շահութահարկ, այդտեղ իրենց եկամուտները, իրենց եկամտաբերությունը համարժեք չի այդ ավելացման չափերին, որտեղ տեսեք, ասենք 5%-ով է շրջանառության հարկը, հիմա ասում են 20%, 4 անգամ միանգամից ավելացում պետությունը հարկի չափ, ավելացված արժեքի։ Իրենք այդքան ավել եկամտաբերություն չունեին, որ ասենք թե իրենց եկամուտների հաշվին փորձեն գները չթանկացնել։ Հասարակությունն ի դեպ բավարար տեղեկացված չէ այս փոփոխություններին, նկատում են մասնագետները, ավելին իրազեկման այլընտրանքային մեխանիզմների բացակայությունը այս խնդիրը դարձնում է առավել խորքային։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։ Ավարտին են մոտենում բուհական ընդունելության միասնական քննությունները, վաղը շրջանավարտները վերջին քննությունն են հանձնում ֆիզիկայից և հայոց պատմությունից։ Այս տարվա բացահայտումը 90-ամյա Սմբատ Պապն է, որը շրջանավարտների հետ միասին մաթեմատիկայի քննության է մասնակցել, դրական միավոր ստացել, որոնք են գլխավորում ամենապահանջված մասնագիտությունների ցանկը, որ մասնագիտությունների գծով ընդհանրապես դիմորդ չկա և ինչ հնարքների ու խորամանկությունների են գնում դիմորդները արտագրելու և բաղձալի միավոր ստանալու համար։ Սվետլանա Ավդիշյանի ռեպորտաժում։ Բուհական ընդունելության քննությունները շարունակվում են։ Հունիսի 10-ից մեկնարկած ընդունելության միասնական քննությունների երկրորդ հիմնական փուլին հայտագրված դիմորդների թիվը 15953 է, նախորդ տարվանից շուրջ 1257-ով ավելի։ Դիմորդներն արդեն հանձնել են քննական առարկաների հիմնական մասը, առջևում ֆիզիկա և հայոց պատմություն առարկաներն են։ Վաղն այս փուլի միասնական քննությունների եզրափակիչ օրն է։ 1052 դիմորդ ֆիզիկա է հանձնելու, 1289 հայոց պատմություն։ Քննությունների պատասխանները 5-րդ օրն են հայտնի լինում, 6-րդ օրը բողոքարկումն է։ Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո ամեն տարի մնում են նաև թափուր տեղեր եւ մյուս կողմից մնում են դիմորդներ, ովքեր դրական միավորներ են ստացել, բայց չեն հաղթահարել մրցույթը։ Այդ բոլոր դիմորդների համար կազմակերպվում է մրցույթի լրացուցիչ փուլը եւ կրկնում եմ, բացառապես դրական միավորներով։ Պահանջված մասնագիտությունների ցանկում այս տարի եւս որոշակի փոփոխություններ կան։ Ամենապահանջվածները բուժական գործ, ստոմատոլոգիա, ճարտարապետություն, միջավայրի դիզայն, կառավարում ըստ ոլորտի, տնտեսագիտություն, շուկայագիտություն եւ իրավագիտություն մասնագիտություններն են։ Այդուհանդերձ կան նաեւ մասնագիտություններ, որոնց համար ընդամենը մեկ դիմորդ է եղել, իսկ որոշ բաժիններում էլ ընդհանրապես դիմորդ չեն ունեցել։ Օրինակ, Պոլիտեխնիկ համալսարանում քիմիական տեխնոլոգիա մասնագիտությունը ոչ մի դիմում չունի։ Նույն Պոլիտեխնիկում օգտակար հանածոների հարստացում մասնագիտությունը, օգտակար հանածոներով հարուստ մեր երկրում պահանջարկ չունի փաստորեն։ Մանկավարժականում գրադարանային տեղեկատվական աղբյուրներ, շրջակա միջավայրի գիտություններ, Կինոյի պետական ինստիտուտում կինոգիտությունը պահանջարկ չունի։ Այս տարվա քննություններն արտառոց են եղել նաև մեծահասակների մասնակցությամբ։ Մի 90-ամյա պապիկ է ստուգել մաթեմատիկայի գիտելիքները։ Սմբատ Պապը հաղթահարել է անցողիկ շեմը։ Այնինչ մերօրյա երիտասարդությանը բնական գիտությունները չեն ձգում։ Բուհերում տեղերը թափուր են մնում։ Խզվել է աշխատաշուկա, մասնագետ կապը։ Այդ խնդիրը մենք ունենք արդեն դարերով, որ մեր բուհական համակարգը չի համապատասխանում աշխատաշուկայի խնդիրներին եւ չի լուծում ոչ մեկ այդած։ Մենք ոնց որ միշտ համարյա վերջին ժամանակներս դուրս ենք անում մեր հանկակարը։ Այսինքն այստեղ հարստացման բանի վեր դες խնդիր չենք լուծում։ Այդ մարդը ինչ անի, ասենք դա սովորի որ գնա ուր աշխատել, ասենք Հնդկաստանում, բայց մենք հասկանանք ինչի համար է պետք է մասնագիտությունը։ Աշակերտները 10 մասնագիտությունից ավել չեն կարող անվանել։ Այդ պարագայում ոնց է պատկերացնել, ասենք այդ մարդը, ասենք մեկ էլ հանգած նստեց ու որոշեց, որ ուզում է զբաղվի քիմիական արդյունաբերության, այսինչ հետաքրքիր ճյուղով։ Մինչև քննական կենտրոն ոտք դնելը դիմորդներին նախ ստուգում են մետաղորսիչներով, բայց մեկ է նրանք գտնում են հնարը ականջակալներով ու հեռախոսներով քննասենյակ հասնելու։ Հսկիչները կանխել են դիմորդների խորամանկությունները, որոնց համար, ինչպես ասում են, քննությունը միշտ է տոն։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Կրկին դադար եթերում կվերադառնանք քիչ անց։ Ցեմենտի ներմուծումը կարգելվի 6 ամսով, նույնքան ժամանակով կարգելվի ցորենի, գարու, արևածաղկի ձեթի արտահանումը։ Առաջին զբոսաշրջային գնացքը 9-օրյա երթուղով տուրիստները կշրջեն Հայաստանի և Վրաստանի քաղաքներում։ Մետեո աշխարհ, ինչ սպասել ուրբաթ, ավելին հաջորդ թիվ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։
Ֆլեշմոբ տավուշում աշխարհը ջերմացնելու կոչով միջազգային հեղինակավոր բեմեր նվաճած Փարոս կամերային երգչախումբը յուրօրինակ նախաձեռնությամբ է հանդես եկել։ Երգչախումբը միակն է աշխարհում, որի կատարողների մեծ մասը անվասալյակների վրա են երգում։ 32-ամյա Փարոսը, որի հետ 2010-ին աշխարհահռչակ տենոր Պլաչիդո Դոմինգոն էր Երևանում երգել, ամբողջ աշխարհում հանրահռչակում է հայ երգը։ Փարոսի կողքին է հեռահաղորդակցության ոլորտի օպերատոր Վիվան։ Կոտրել կարծրատիպերը, մերժել անտարբերությունը, լինել լավատես ու համախմբված։ Ավելի քան 3 տասնամյակ Փարոս երգչախումբը հենց այս ուղերձն է հղում հասարակությանը տարբեր հարթակներից, հեղինակավոր միջազգային բեմերից։ Ընկալումներն ու աշխարհը փոխելու նրանց հերթական նախաձեռնությունը տավուշում էր ֆլեշմոբով։ I don't know the language. Ճիշտ է, հայերեն չգիտեմ, ես անգլերեն եմ խոսում ու հասկանում, բայց շատ տպավորված եմ այս ելույթով։ Այն, ինչ նրանք անում են, հրաշալի են անում, նույնիսկ անվասայլակով։ Այն չի խանգարում երգել եւ դա շատ ողջունելի է։ Շատ ուրախ եմ, որ իրենք գտել են իրենց, զբաղվում են նրանով, ինչ սիրում են եւ հաճույք են պարգևում բոլորին։ Փարոս կամերային երգչախումբը բացառիկ է իր ներառականությամբ, մասնակիցների մի մասը սայլակով է կամ այլ հաշմանդամություն ունի։ Եվ չնայած տարբեր են հնարավորություններով, բայց համախմբված են մեկ ընդհանուր նպատակի շուրջ, օրթված բացառիկ ստեղծագործական կամքով։ Երգչախմբում իրենց առաքելությունն են համարում սեփական օրինակով ոգեշնչել հաշմանդամություն ունեցող մարդկանց ապրել լիարժեք, անկախ եւ ստեղծարար կյանքով։ Համոզված են, երբ միջավայրում կա փոխըմբռնում եւ միմյանց աջակցելու պատրաստակամություն, ցանկացած նպատակ հասանելի է, հաջողությունը երաշխավորված։ Ոչինչ չի կարող լինել հանգամանք խանգարող եւ թե արվեստը տարածելու եւ քարոզելու տեսակետից, թե ճիշտ եւ դրական գործով զբաղվելու տեսակետից։ Բազմաթիվ ելույթների պատճառով հասարակության նայվածքը դեպի մեր երգչախումբը եւ ընդհանրապես դեպի հաշմանդամություն ունեցող մարդկանց վերաբերյալ փոխվել է դեպի շատ դրականը։ Այս տարիների ընթացքում երգչախումբը հային ու հայկական մշակույթը ճանաչելի է դարձրել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, իսկ այդ պատասխանատու ճանապարհին նրանց ուղեկցել ու աջակցել է հեռահաղորդակցության առաջատար օպերատորը։ Փարոսցիները միշտ են երախտագիտությամբ սեղմել աջակցության ձեռքը, հույսով, որ այդ ձեռքսեղմումները կավելանան։ Իսկ Վիվան դեռևս 2011-ից է Փարոսի գլխավոր գործընկերը։ Վիվա ընկերության աջակցությունը, որը տարիների ընթացքում է տևում, մի նոր մակարդակի բերեց մեր երգչախումբը։ Հենց այդ պահից մենք իրոք կարողացանք շատ կանոնավոր եւ ավելի ինտենսիվ փորձեր կազմակերպել, ռեպերտուար ընդլայնել եւ դարձանք միջազգային մրցույթների դափնեկիր։ Ունիսոն հասարակական կազմակերպությանը կից գործող Փարոսը մեծ ճանաչում ունի։ 3 տասնամյակի ընթացքում երգչախումբը լավագույնս ներկայացել է Իտալիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Լիբանանի եւ այլ երկրների մեծ բեմերում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ։ Փարոսն իր օրինակով լիարժեք ապրելու եւ ստեղծագործելու պատգամ է հղում հաշմանդամություն ունեցող անձանց եւ հիշեցնում, արվեստը ոչ միայն ինքնադրսևորվելու հնարավորություն է տալիս, այլև ապրեցնում։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Պաղեցված ձկնամթերքով բեռնված հայկական մեքենաները մնացել են Լարսի անցակետի վրացական սահմանին։ Մաքսային ծառայության աշխատակիցները թույլ չեն տալիս մեքենաներին հատել վրացական սահմանը։ Լուրը տարածել են հայկական լրատվամիջոցները։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն։ Դրանք կհայտարարվեն Պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարդական հերթապահության ներգրավման նպատակով։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավում է ոչ ավելի քան 25 օրացուցային օր ժամկետով։ Իսրայել-Իրան պատերազմի ընթացքում Հայաստանի օդային տարածքով աննախադեպ մեծ թվով տարանցիկ չվերթներ են իրականացվել։ Լրատվամիջոցներից մեկին ասել են Խաղավեցիայի կոմիտեից։ Մասնավորապես նշել են, որ Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի փակման հետևանքով հունիսի 12-ից մինչև հունիսի 20 ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքից օգտվել է շուրջ 134 ավիաընկերություն, որոնք իրականացրել են ընդհանուր առմամբ 2949 տարանցիկ չվերթ։ Կոմիտեից միաժամանակ տեղեկացրել են, որ Հայաստանի օդային տարածքով իրականացված տարանցիկ չվերթների շրջանակներում նոր ուղղություններ չեն արձանագրվել, կատարվել են միայն ուղղությունների փոփոխություններ։
Մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների, այդ թվում ցորենի, մեսլինի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի համար սահմանվեց արտահանման 6-ամսյա ժամանակավոր արգելք։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում, այն ուղղված է պարենային անվտանգության եւ տնտեսության կայունացման ապահովմանը։ Նշված ապրանքների ներքին արտադրությունը չի բավարարում Հայաստանի շուկայի պահանջարկը, ինչն ապահովում է հիմնականում ներմուծման ծավալների հաշվին, ասված է որոշման մեջ։ Ցեմենտի ներմուծումը երրորդ երկրներից Հայաստան եւս 6 ամսով արգելվեց։ Կառավարության որոշման ընդունման նպատակն է կանոնակարգել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը եւ հավասար պայմաններ ստեղծել տեղական ցեմենտի շուկայում արտադրվող եւ ներմուծվող ցեմենտի համար։ Կառավարությունը եւս 1 ամսյա արգելք սահմանել էր նախորդ տարվա նոյեմբերին։ Այնուամենայնիվ 2024 թվականին Հայաստանում ցեմենտի արտադրության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ նվազել է 7.3%։ Հայաստանում հունիսի 28-ից կգործարկվի առաջին զբոսաշրջային գնացքը, տեղեկությունը հայտնում է Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունը։ 9-օրյա երկաթուղին կանցնի Հայաստանի եւ Վրաստանի քաղաքներով։ Նախատեսվում է, որ գնացքով կճանապարհորդեն շուրջ 300 զբոսաշրջիկներ, հիմնականում եվրոպացի, որոնք կայցելեն Սևան, Երևան, Գյումրի, ինչպես նաեւ Թբիլիսի, Քութայիսի եւ Բաթումի։ Տիգրան Ուիկուրգենյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ օթերբութաբանների կանխատեսումներին տեղյակ է Լիլի Հովերը։ Բարի երեկո, եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ, նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում ուրբաթը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների, ջերմաստիճանը կբարձրանա, եւս 4 նիշ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը բարձր է, պետք է զերծ մնալ արևի ուղիղ ճառագայթներից։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 24-ից 28 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 28-ից 34, Լոռիում 26-ից 29, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 34 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 30-ից 36, Սյունիքի նախալեռներում 24-ից 27 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 18-ից 20, ցերեկը 33-ից 35, երեկոյան 26-ից 28 աստիճան։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։